Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 28-ն է, ծանոթանանք անցած օրվա նորություններին։ Հաղորդում ուզում եմ սկսեմ այս փայլուն խոսքերով, որն ասում է իրականությունը, ճշմարտությունը ծնվում է վեճի ժամանակ, ով խուսափում է վեճից կեղծ խաղաղության համար, նա դավաճանում է իրականությունը։ Կարծես թե մեր մասին գրված է, մի կներեք, որ ասում մեր, կարծես թե Փաշինյան Նիկոլի պահվածքի մասին գրված լինի։ Այո, ով կեղծ խաղաղության պատրվակով խուսափում է կոնֆլիկտից, նա հենց դավաճանում է ճշմարտությունը։ Ուրանում է ճշմարտությունը, դե ինչ որ Փաշինյան Նիկոլի կենսագրության եւ վարքագծի համար բոլորին նոր բան չի ասում տեղ։ Ես նորից հիշեցնեմ մեր ընկերներին, ովքեր ուզում են ալիքին օգտակար լինեն, խնդրեմ բաժանորդագրվեք Patreon-ին կամ եթե ուզում եք մեկ անգամյա ձեր օգնությունով, նպաստով կարող եք օգնել ալիքի զարգացմանը։ Բոլոր տարբերակները հղումներով ներքևում կա։ Եվ այսպես ամենակարևոր նորությունը, որ մենք ունեցանք երեկ։ Եվ այսպես Փաշինյան Նիկոլի նախաձեռնությամբ զանգ Պուտինին։ Ես հիմա կարդում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում են ինչ-որ գրված է։ Հետաքրքիր է, որ գրված չի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն է զանգել իր նախաձեռնությամբ եղել։ Ուղղակի գրած է, որ տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստացույցը ԿՂԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։ Միամիտ նստած են, մեկ էլ հոպ զանգ եկավ։ Երբ Պուտինն է զանգել։ Առաջի կեղծիք։ Երկրորդը մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի մասին խոսքով։ Ու ոչ մի խոսք այն մասին, որ ամբողջ զրույցի ժամանակ փաստորեն Պուտինը այդպես է չի շնորհավորել Փաշինյան Նիկոլին։ Ոչ մի խոսք այդ մասին։ Ամենակարևորը։ Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միության անդամագրվելուն հարցով ՀՀ-ում հանրակրվե հասկացնելուն, որովհետև դա է հիշացել Պուտինը Փաշինյան Նիկոլին, որ ինքը ամեն դեպքում հավատալիմ է մնում նախկինում իրենց կայացած որոշումներին ԵԱՏՄ անդամ երկրների, որտեղ հորդորում էին Հայաստանին կողմնորոշվել եւ անցկացնել հանրաքվե, որով կորոշի ժողովուրդը ուր է գնում Եվրոպա, թե մնում է ԵԱՏՄ շրջանակներում։ Հիմա տեսնենք ոնց է գալալվում այս արանքներում Փաշինյան Նիկոլը։ Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրոպական միության անդամագրվելուն, Հայաստանում հանրաքվե անցկացնելու, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանը ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց հետո եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ Ու վերջ։ Այսինքն ինքը հիշեցնեմ ձեզ, օրենք է ընդունել տարուկես առաջ։ Օրենք։ Պարլամենտը օրենք է ընդունել, որոշակի գործողություններ ինքը պարտավոր էր անել։ Ինքը վաղուց պարտավոր էր դիմում ներկայացնել եւ քանի անգամ կանչեցին Բրյուսել, բոլորով եկան Հայաստան, ակնկալելով, ես վերջին անգամ հիշում եք եւի մայիսին, ակնկալելով, որ իրենց աջակցության դիմաց Փաշինյան Նիկոլից կստանան ի վերջո դիմումը, որով կսկսվեր process-ը։ Ոչ, Փաշինյան Նիկոլին ասում է, լսի, մենք դիմում էլ նույնիսկ չենք ներկայացել, ասել է թե ինչ Եվրոմիություն գնալու մասին է խոսքը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը ընդգծել է գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։ Դիզայնից առաջ ասում եք, գիտեք ինչ, ընդհանրապես այս ինչ որ կատարվում է երկրների միջև, սա օրինական չի, մեղադրանք Պուտինին։ Այն ինչ որ դուք անում եք Հայաստանի նկատմամբ, դա գործընկերային չի եւ օրինական չի։ Եվ այսպես լրիվ նիկոլական տեքստ, թե իրականում ընդ ինչ են խոսացել, մենք իհարկե չենք իմանա, բայց այն ինչ որ գրված է կառավարության կայքում, տիպիկ նիկոլական անորոշություն է։ Ոչ գնում եմ, ոչ մնում եմ, եւ ընդհանրապես ես ոչ մի բան չեմ անում։ Այն օրենքն էլ, որ ընդունել եմ,
ուղղակի ընդունել եմ օրենք ընդունելու համար։ Բայց ոչ մի քայլ չեմ արել։ Չնայած ստացել եմ բոլոր աջակցությունները, որ ես վերընտրվեմ։ Եվ ամենակարևորը, ամբողջ խոսակցության ժամանակ չհնչեց այդպես էլ իր թախանձագին խնդրած շնորհավորանքները։ Ոչինչ չօգնեց։ Խոսակցությունը վերջացավ մոտավորապես այսպես. հաջորդ անգամ կզանգես, երբ որ հանրաքվեի արդյունքները պարզ կլինի։ Իսկ ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը կանի հանրաքվե, կգնա հանրաքվեի։ Եվ ընդհանրապես ինչին է պետք Ռուսաստանին Հայաստանի Հանրապետություն հանրաքվե իրականացնելը։ Ինչին։ Որոշակիության համար, չէ՞ որ այդ հանրաքվեն կհեշտացնի Փաշինյան Նիկոլի գործը։ Սա նույնիսկ չի հասկանում Փաշինյան Նիկոլը, որ հանրաքվե անելով իր վրայից կգցի այս պատասխանատվությունը։ Բայց գիտեք ինչից է վախենում։ Բավական անկախ ժողովուրդը քվեարկեց Եվրոմիության գնալու օգտին, բա ինքը ո՞նց է իրականացնելու այս քաղաքական, տնտեսական, բանդիտական, չգիտեմ ինչ ասեմ, ստալինական քաղաքականությունը, ստալինյան քաղաքականությունը Եվրոմիությանը անդամակցության դիմում ներկայացած երկիր որպես։ Ո՞նց է անելու։ Չէ՞ որ արդեն որոշակի ստանդարտների մեջ պետք է տեղավորվի, որտեղ դրանք հիմա աչքերը փակում են միայն դրա համար, որ դեռ դիմում չկա, դեռ Նիկոլին օգնել է պետք, որովհետև անորոշ է ամեն ինչ, իսկ վախենում է դրանից, որովհետև այս կարգի գործունեություն, որ իմեյլները գրանց են անձնագրերին, հա, որ քաղաքացուն զրկեն ընտրելու իրավունքից, ոչ մի եվրոպական երկրում հնարավոր չի դա անել, ոչ մի։ Նու եթե մի եվրոպական երկրի քաղաքացի ես, նույնիսկ տեղեր կա, պարտադիր է քո ընտրելը, չընտրելու պարագայում դու խնդիրներ ես ունենում, տուգանքի ձևով կամ այլ ձևերով, զանգում, խնդրում են, ասում են, անպայման հիշեցնում են, որ դու ունեք ընտրություն, դուք պարտավոր եք մասնակցել, եթե դու նույնիսկ երկրում չեք այդ պահին։ Գնացեք հյուպատոսարաններ, գնացեք ընտրեք։ Ասում որոշ երկրներում նույնիսկ տուգանք կա չմասնակցելու համար։ Փաշինյան Նիկոլն էլ սրանից է վախենում։ Բա որ հանկարծ այդ դեպքում ես իշխանությունս ո՞նց եմ պահելու։ Չէ՞ որ այս արդեն իրականացված գործիքակազմի մեջ, տեսեք հələ, հələ հունիսի 7-ից այս կողմ նայեք, տեսեք ինչ է կատարվում այս 1.5 ամսա մեջ։ Սա արդեն լրիվ ստալինյան շրջան ենք մտել։ Ինքը նույն բաները եվրոպական անդամակցության ժամանակ չի կարող անել։ Չի կարող այս ձևով կեղծել, որովհետև արդեն Եվրոպային ինքը հետաքրքիր չի լինելու։ Արդեն դիմումը կա, process-ը կա, չի լինի ինքը, կլինի մի ուրիշը։ Այս ամեն ինչ աջակցությունը, որ ինքը ստացավ, սա այս process-ը սկսելու համար է։ Խափում է բոլորին։ Այն բանի մեջ ոնց էր, դիպ խափումին ու խափումին։ Սա խափում է բոլորին ու բոլորին։ Այս տեքստը տիպիկ նիկոլական տեքստ էր։ Դե Պուտինն էլ երեկա երախան չի, պարզ ասեց երևի, կզանգես, երբ որ հանրաքվեն անցկացած կլինես։ Ասել է, թե Հայաստանի արտադրողները չտեսան ռուսական շուկան։ Առայժմ, քանի դեռ Փաշինյան Նիկոլը հրաժարական չի տվել եւ դեռ գտնվում է վարչապետի պաշտոնին։ Դրանից հետո գուցե, բայց քանի ինքը կա, մոռացեք ռուսական շուկայի մասին։ Սա 12.5 միլիարդ դոլարի մասին է խոսում։ Այս թիվը արժի 12.5 միլիարդ դոլար։ Որից վաճառքի շրջանառությունից գոյանում է Հայաստանի բյուջեն։ Եվրոպական այս 20 միլիոնով, 50 միլիոնով չի կարողանալու վերականգնել այն վնասը, այն շրջանառությունը, որ Հայաստանը կորցնել է Ռուսաստանի հետ հարաբերության խզման պատճառով։ Իսկ ես Պուտինի ելույթը լսեցի, ճիշտ ասած։ Ես չգիտեմ Պուտինը ինչի վրա է այսքան վստահ։ Իմ տեսնելով այդ քայքայման եզրին է կանգնած տնտեսական եւ ռազմական իմաստով։ Բայց ինքը շատ հանգիստ էր խոսում, որ ինքը հարգում է Հայաստանի որոշումը, պատրաստ է լսել, ընդառաջել։ Բայց սա է Ռուսաստանի որոշումը։ Ընտրեք, ինչ ընտրեք, մենք դրա հետ համաձայն ենք։ Ոչ մի մտահոգվածություն, բան ես չտեսա իր խոսքի մեջ։ Ինչպես երեք Ազատ Արշակյանն էր պնդում, որ Պուտինի պոչը Նիկոլի ոտի տակ է, այ Պուտինի խոսքից նման բան չզգացի ես։ Երևի պարոն Արշակյանը
սխալվում էր այս հարցով։ Մենք այսօր իրան անպայման իհարկե կրկին կանադառնանք։ Իսկ Ռոսել Խոզնազորը կասեցել է Բելարուսիայի տարածքով հայկական վարդերի ներմուծումը նույնպես, որովհետև հայ գործարարները գտել են երկրի տարբեր ձևերով Իրանի, Թուրքիայի, Բելարուսիայի, Ղազախստանի ճանապարհներով մտնեն ռուսական շուկա, Ռոսել Խոզնազորը գտել է այդ բաները եւ կտրել է, ասելով Փաշինյան Նիկոլ, մեր պայմանը ուժի մեջ է եւ մենք կապակ չենք անում։ Թող հիմա Փաշինյան Նիկոլին ձայն տված առնվազն 3-400 հազարը մտածեն, թե իրանք ինչ մեծ քար են գցել իրանց ոտքերին, ընդ որում ասեն, իրանք եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանին ընտրել են Եվրոպա գնալու համար, որը պարզ է, որ դա երբեք չի լինելու, աստորի Եվրոպայի հեռանկարի համար, իրանք պատրաստ էին ուրանալ ամեն ինչ, այն ինչ որ իրանց եւ մեր պետականության նկատմամբ կատարվել է։ Ես դրա համար եմ ասում, ես ոչ մի տեսակ ցավակցական բան չունեմ իմ մեջ այդ մարդկանց նկատմամբ։ Իրանք պետքա վճարեն իրանց ընտրության համար ամբողջ գինը, մի բան էլ ավել։ Ու քիչ վճարում են։ Հիմա գնանք Պարսկաստան։ Պարսկաստանում է գտնվում Հայաստանի տարածքային կառավարման նախարարը։ Иран предложил Армении новую модель сотрудничества в газовой сфере. По данным иранского агентства Тасним, министр нефти Ирана Мохсен Пакнежад заявил, что Тегеран предложил новую торговую модель, направленную на расширение экспорта природного газа в Армению. Стороны договорились создать совместную рабочую группу, которая займется вопросами торговли газом. Министр также отметил, что для реализации этой инициативы необходимо провести комплексную оценку существующей инфраструктуры и изучить целесообразность расширения торговли газом за пределы армянского рынка, используя Армению в качестве регионального транзитного коридора. Кроме того, в Тегеране обсуждался проект строительства второго моста через реку Аракс на армяно-иранской государственной границе. Սա ընդամենը մի փոքրիկ հատված է, ես ամբողջն եմ նայ, ես պետք է ձեզ անսայվանդեմ, որ այս տարածքային կառավարման նախագահի պաշտոնակատարին տանել են ցույց են տվել նաև այն ճանապարհները, հսկայական թունելները, որը պետք է կապի հյուսիս-հարավ ճանապարհը։ Եվ այդպեսով դուրս գա միջև Պարսկական ծոց։ Պետք է ասում եք, տանել ցույց են տվել, ասել են Այ Նիկոլ, նայ մեծ այս ճանապարհները, մեր մոտ արդեն սարքում ենք, մեծ թունելներ, հա, ու սա պետք է դառնա հյուսիս-հարավ ճանապարհի մի մասը։ Ընդ որում, նաև առաջարկում են, եթե այս մասին խոսել ենք, երկրորդ կամուրջ արածքի վրա, որ ավելի լայն, ավելի հուսալի պետք է լինի, որպեսզի մեծ քանակությամբ բեռներ գնան դրանով գան, եւ ամենակարևորը մենք չենք լսում դեռ խոսակցություն, գոնե պաշտոնական նավթավերամշակման գործարանի մասին։ Ինչի մասին կա անպայման խոսակցություն, որտեղ դա միշտ է եղել, որովհետև Իրանը հավերժ կապում է Հայաստանը Իրանի հետ եւ հզորացնում է Մերդին, որ էլ ոչ մեկի մտքովներս ոչ մի բան պետք է չանցնի, որևէ հավակնություն չունենան այդ տարածքի նկատմամբ, այն ժամանակ, երբ որ այդ տարածքում կգործի հայ-իրանական նավթավերամշակման գործարանը։ Այդ վերամշակման գործարանը ինքնիանով, մասշտաբներով չի եսիմ ինչ տալու իրանական տնտեսությանը։ Դա ինքը իր մոդել կառուցի։ Բայց դա ռազմաքաղաքական կարևորագույն օբյեկտ է դառնալու Հայաստանի համար եւ կապերի ուժեղ խալիցխա լինելու հայ-իրանական հարաբերությունների համար։ Այսինքն, վերջ, ով կարա կրակի այդ տարածքի վրա, ընդ որում ասեմ, հիշեցնեմ, որ ամերիկան գործարան ստաճկեց երասխում, քանի անգամ ադրբեջանցիները կրակեցին այդ գործարանի վրա։ 2-3 տարի առաջ էր։ Ամերիկացիները հավաքեցին իրանց ունեցած չունեցած ու գնացին։ Սա չի կարող աշխատի Իրանի պարագայում, որովհետև իրանք դիտավորյալ, իրանք տրամաբանված, իրանք հեռանկարային քայլեր են մշակում եւ իրանք գիտեն ինչի համար են դա անում։ Այս գործարանի կառուցումը հավերժ փակում է Զանգեզուրի միջանցքի կամ Զանգեզուրը գրավելու բոլոր տեսակ հեռանկարները։ Տարածքի պատասխանատուն
համապատասխանատուն դառնում է նաև Իրանը։ Եվ ինքը ցանկացած ժամանակ, ցանկացած ներխուժում կարա պատժի իր մոտից, որովհետև այդ գործանը պատկանում է նաև իրեն։ Հենց այս տրամաբանության մեջ։ Ես ամեն օր սպասում եմ ի վերջո համապարփակ համագործակցության այն նախագծին, որը Իրանը առաջարկելու է Փաշինյան Նիկոլին եւ ասել է պիտի գաս Թեհրան ու ստորագրես։ Ես մեր իրանցի գործընկերներին կոչ եմ անում ամեն դեպքում, խնդրում եմ միջև Իրան տալը տարածել այդ տեքստը, որպեսզի մենք իմանանք Փաշինյան Նիկոլը ինչից է հրաժարվելու, որ հրաժարվելու ես կասկած չունեմ։ Նա պատճառներ է գտնելու հրաժարվելու, որովհետև սա մի տեսակ է, որ ոչ մի գործ կյանքում իր ամբողջ գոյության ընթացքում, իր ողորմելի գոյության ընթացքում ոչ մի գործ միջև վերջ չի հասցրել։ Ոչ միայն չի հասցրել, այդ ընթացքում ավիրել, ապականել, պծել է ամեն ինչ։ Խաբել է բոլորին։ Սա էլ է նույն ճակատագին արժանանում։ Նույնիսկ տեսեք, ԵԱՏՄ շուկայի մեջ պատրաստի գործող պետությունը ինքը կարողացավ հասնել նրան, որ 12.5 միլիարդ դոլար ներմուծումից եւ արտահանումից Հայաստանը զրկվեց։ Ընդ որում Ռուսաստանից գալիս է ապրանքներ Հայաստան, հետաքրքիր է, Հայաստանը չի փակել։ Ինքը բերում է ինչ որ պետք է Ռուսաստանից։ Ռուսաստանն է արգելել որևէ վաճառք իր տարածքում։ Ասել է թե 12.5 միլիարդ դոլար վալյուտա չի մտնելու Հայաստան։ Եվ այդ ընտանիքները, այդ գործունեները, այդ գործարարները, այդ բիզնեսները քանդվելու են ուղղակի։ Հիմա ես ես մի հայտարարել բանի մասին եմ նաև ուզում տեղեկացնել։ Խնդրեմ ես տեսանյութը մաքսիմալ տարածեք։ Like plus report։ Ովքեր ինչ ճանաչում են եւ հետեւում են։ Ժողովուրդ ջան, մի քանի վաղ ես չեմ կարող հրապարակել տեսանյութեր։ Չեմ կարող ասեմ ինչ պատճառներով, բայց իմացեք, որ ինձ հետ ամեն ինչ լավ է եւ շուտով կհանդիպենք։ Սիրում եմ բոլորիդ։ Սա Արտյոմն է, ում ես բարբերաբար ներկայացնում եմ։ Բարբերաբար շատ ազնիվ տղա է, իր շատ բաներ ես ներկայացել եմ ձեզ։ Վերջի տեսանյութը 3 ենք նայել իր հետ, երբ որ ԿՊ պրոպագանդիստին ինքը շատ կոկիկ դրեց տեղը, այն որ ասում էր լոլիկը ինչի է Թուրքիայում 3 անգամ էժան։ Այդ թող սահմանները բացվի, որ գյուղացիները, այդ հին ժողովուրդ գյուղացիները մեքենա նստեն գնան Թուրքիա եւ թուրքերին հարցնեն դուք ինչ եք անում, որ ձեր մոտ 3 անգամ էժան է։ Բխոսկով տախմանին անդրադառնալուց հետո սնկերը չկա։ Կամ տնային կալանքի մեջ է, կամ առևանգել են, կամ բանտարկել են, ինչպես իրանք անում են սովորաբար, հա, սա առաջի դեպքը չի։ Հա, հիշեցնեմ, որ Ալմադ մեդիայի հետ էլ մի բան կատարվեցին, այ։ Կհիշեք հայտնի տեսարանները։ Մամուլը լրացնելով հնարավոր չէ լրացնել ճշմարտությունը։ Արմատ մեդիայի արդեն վերաքննիչ դատարանով ապօրինի ճանաչված խոզարկության կադրերն են։ Առաջնային դատարանի որոշումը համարվել է ոչ օրինական։ Առաջին ատյանի դատարանի որոշումը ընտրությունից 2 օր առաջ մեր խմբագրություն ներխուժած քննիչների ու ԱԱԾ-ականների ձեռքին էր։ Սա դրեցին մեր սեղանին, մեդիան խոզարկեցին, տեխնիկան ու մեր անձնական հեռախոսները հավաքեցին ու հեռացան։ Լրատվամիջոցի խոզարկության որոշումը բողոքարկվել էր։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ այո, տեղի է ունեցել Ալեքսան Ալեքսանյանի իրավունքների խախտում, քանի որ այդ Տաշիր առևտրի կենտրոնի 6-րդ հարկում տեղակայված Արմատ մեդիայի գործունեությունը իրականացնելու վայրը պատկանել է Ալիկ Ալեքսանյանին։ Քննչական կոմիտեում քննվող վարույթն էլ կապված է Արմատ մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի հետ, իսկ նրան առնչվող հորինված գործը փողերի լվացման ու քաղաքացիներին հավաքին մասնակցելու համար իբրև թե նյութապես շահագրգռելու մասին է։ Երկրորդ ամիսն է Ալեքսանյանը ակնհայտ ապօրինի կալանքի տակ է, ասում է փաստաբանը։ Այս ընթացքում քննչական որևէ գործողություն չի կատարվել։ Մի խոսքով, հասկանում եք, չէ՞ որ եվրոպական այս process-ի մեջ գտնվող Հայաստանում sense բաներ հնարավոր չի լինելու հասկացնել։ Դրա համար է Փաշինյան Նիկոլին խփես, սպանես, մատերը կտրես, ինքը այդ անդամակցության դիմում չի ներկայացնելու։ Ինքը անդամակցության դիմում չի ներկայացնում, ԵԱՏՄ-ում չկա, ինքս մնացել է մեջտեղը օլոմբա, կներեք այս բառը համար։ Հին հայկական բառը։
Եվ ընդ որում դա վերաբերում է նաև պաշտպանական համակարգին։ Սառեցրել է հապկին իր անդամակցությունը, բայց դուրս չի եկել։ Ասել է թե Հայաստանը ուրեմն ոչ տնտեսապես է մեկի հետ առևտուրանում մի համակարգում ընդգրկված, ոչ ռազմականապես։ Հայաստանը միակ երկիրն է իր աշխարհի վրա, որ ոչ մի երկրի հետ, ոչ մի կառույցի հետ, ոչ մի բևեռի հետ, ոչ մի համաձայնությունների մեջ չի գտնվում։ Սենց բան կարող էր անել բացառապես Փաշինյան Նիկոլն։ Սա միակ ձեռքբերումն է, որ ինքը ունեցել է իր 8 տարվա կառավարման շրջանում։ Զրկել Հայաստանին բոլոր տեսակի կապերից եւ բևեռների հետ ռազմական եւ առևտրական հարաբերություններ ունենալուց։ Այսինքն տոտալ մեկուսացնել Հայաստանը։ Իսկ ինչ վերաբերում է լրագրողներին, այս գործունեությանը, որ ինքը փորձում ամեն ձև խլացնել, լրացնել մարդկանց, ես բոլորովին զարմացած չեմ, որովհետև այ կզարմանայի, եթե սա չլիներ։ Այս այլանդակության մեջ այն ինչ որ Նիկոլն է անելու, սա ընդհանրապես ծնծաղիկներն են։ Բայց ես ասեմ, այս ծնծաղիկը, որ ընդհանրապես ծնծաղիկ է, խփելու է նաև բոլոր նիկոլականներին, վաղ թե ուշ, որովհետև եթե մի երկրում համակարգ չկա, օրենք չկա, ոչ մի բան չի աշխատում, բոլորն են վտանգի տակ, եթե նույնիսկ իրանք աշխատում են իշխանությունների համար։ Օրինակը սա է, նայեք, որ չասեք ես ինչ որ ասում եմ, սա ուղղակի հորինած բաներ են, բոլորովին, նայեք այս տեսանյութը։ Պողոնգալու է։ Իրա տղանել էր ամեն անգամ մեզ տեսնելուց ժպտում էր, սենց նայում էր դեմքից, ծիծաղում էր, թքում էր գետնի, սենց ոտով տրորում էր, նորից ֆռում էր նայում էր դեմքից, սկսում էր ծիծաղել։ Համացանցում այսօր հայտնվեց ՔՊԱ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու կադրերը։ Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, որ Հակոբյանի ենթադրաբար ծեծի է ենթարկել մեկ այլ ՔՊԱ-ական ավականու անդամ Նաիրի Հակոբյանը։ Թե ինչ կապ ունի Հակոբյանն այս ծեսկրտուքի հետ, թող պարզեն իրավապահները։ Իշխանություն լրատվականը հարցազրույց է ունեցել վերջինիս կնոջ հետ, ով պատմում է, թե ինչպես է Հայկ Կոնջորյանի եղբայրը պարբերաբար մեքենայով շրջել իրենց տան բակում եւ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Որն է եղել երկու ՔՊԱ-ականների միջև վեճի առարկան։ Լսենք Նաիրի Հակոբյանի կնոջը։ Ես Անուշ Նամբեժանյան, Նաիրի Հակոբյանի կինը, արդեն տևական ժամանակա անընդհատ երեկոյան ժամերին ու ժամերին, չգիտեմ ինքը ոչ սթափ վիճակում, թե ինչ կարգավիճակում, անընդհատ գալիս է հայհոյանքներ է հնչեցնում, հասնելով մեր պատուհանի տակ, հնչեցնում այդ հայհոյանքները, ինչին որ ներկա է նաև գտնվել իմ 12 տարեկան աղջիկ երեխան, ով սարսափած իր սենյակից գալիս էր վազում էր իմ մոտ, մամ, այս ինչա, մամ, այս ինչա։ Մինչև հասնում էր մեր պատուհանները արդեն մեր տան մոտով որ անցներ, այդ հայհոյանքները այդպես հնչեցնելով մինչև վերջ գնում էր։ Քանի անգամ է նման դեպք եղել։ Ոյ շատ բազմիցս եղել է, ուղղակի ես անընդհատ սենց չեմ, որ ինչ որ բաներից ձերծ մնանք, ասենք անընդհատ ես ասել եմ, ձեն չեմ հանել, բան, Ձեր ամուսնուն տեղյակ չեք պահել։ Չէ, ես պահել։ տեղյակ չեմ պահել, Նաիրին ոչինչից տեղյակ չի եղել։ Ուղղակի այս վերջի դեպքը արդեն որ եղավ մի քանի օր առաջ, նույն ձևով էլի նույն կարգավիճակով, բայց ոչ արդեն իր մեքենայով չէր արդեն, այս վերջի դեպքը ուրիշ մեքենայով էր եւ բարեկի ուղեկցությամբ։ Ձեր կարծիքով ինչու է այդպիսի գործողությունների գնացել, ինչ հարց է եղել ձեր Մի խոսքով, մեկ բարեկի ուղեկցությամբ, այսինքն ոստիկանությունը հանցակից է այս ամեն ինչի մեջ։ Եվ հետաքրքիր այն է, որ սա ՔՊԱ-ական ավականու նկատմամբ արվում։ Ես ասում եմ ՔՊԱ-ականներ, ինչպես Ծառուկյան Գագոն, ինչպես մնացած օլիգարխները, դուք հասկացեք, դուք ստեղծել եք մի հատ համակարգ, որ այս համակարգի մեջ դուք էլ պաշտպանված չեք։ Այս կինը օրեր լսելով այդ հայհոյանքները եւ դիմացի փաստորի ես հայրու որդի դեմ դիմաց են ապրում եւ հայրն է լսել եւ տղու ամբողջ ընտանիքը։ Օրեր շարունակ սա եղել է։ Գիշերներով եկել կանոնել են հայհոյանքները, տեղատարապանել են ու գնացել են։ Եթե սա լիներ օրինական երկրում, հենց առաջին օրը Ստիկինը կվերցներ կզանգեր ոստիկանություն եւ ոստիկանությունը սրա հարցերը կլուծել, ոչ թե ոստիկանությունը հետը կգար այդ process-ը անելու։ Պատկերացնում եք, ոստիկանն է ուղեկցել դրանց։ Հիմա դրա համար եմ ասում, ՔՊԱ-ականներ ու Նիկոլ ընտրուներ, դուք ընտրել եք, դուք ստեղծել եք մի հատ համակարգ, այն տեսել եք այն նշանը, որ օծը ֆռում կծում է իր պոչը։ Այս դուք ես համակարգի մեջ եք։
Ինչպես էս ընկերը, որ ԿՊ-ականն է, որի ընտանիքին տերոր են ենթարկել քանի գիշեր։ Որի արդյունքում վերցել է Կոնջորյանի աղբորը ծեծելով շպրտել են ինչ-որ բառի մեջ։ Լավ են արել, կդան գլուխը ջարդեն ինքը ընդհանրապես ոտքի չկանգներ, ինվալիդ քայլել ամբողջ կյանքը։ Ես դրանել եմ համաձայն, բայց կարար չէ դա չլիներ։ Կարար չէ, ասենք օրինական երկրի պարագայում ես կինը վերցնել, ասել կներեք, մի խուլիգանություն արվում ստեղ։ Բայց քանի որ դուք ստեղծել եք մի միջավայր, որտեղ այս կինը ոչ մեկին չի զանգում, որովհետև իրանք էլ գիտեն, որ այս հարցը լուծվող չի ոստիկանի մակարդակին, մանավանդ որ ոստիկանն է իրան ուղեկցում։ Հա, հիմա այստեղ ինքն է այս միջոցներին ձեռնարկել։ Ինչի համար։ Որովհետև Կոնջորյանի աղբերը իր հիմնարկումը նշանակել են տնօրեն ինչ-որ մի անշարժ հույքի վաճառքի։ Համար այս ընտանիքը բնակարաններ է սարքում, սա հետքի արդեն, հողում եմ անում հետքին։ Հա, դրան էլ որպես Կոնջորյանի աղբեր, ես նշանակել են այնտեղ ինչ-որ տնօրեն որպես, որ իք այդ վաճառքներով զբաղվել։ Ու այդ ընթացքում պարզվել է, այդ Կոնջորյանի աղբերը $100,000 ավել վնաս է տվել այդ հիմնարկին։ Մարդկանց ուրիշ գինը ասել, տերերին ուրիշ գինը ասել, մեջտեղ ուրիշ փողեր աշխատել, պարտքեր է մնացել, Կոնջորյանն է ինչ որ են էժան տուն վերցրել, դրա մերն ու քուրն են ինչ որ տանել վերցրել, փողերը չեն փակել։ Մի խոսք, մի խայտարակ բան։ Էս տղեն էլ ասել է աղբեր, մոռանում ենք ամեն ինչ, գնա։ Ոնց թե գնա։ Այս Կոնջորյանի աղբերն է, ոնց թե գնա։ Ով ես դու, որ ինձ ասես գնա։ Ու եկել է այնքան միջև ծեծեն գցեն առում։ Հիմա հարց։ Դուք ինչ եք կարծում, Կոնջորյան ու Կոնջորյանի աղբեր, եթե ձեր իշխանության ժամանակ կարելի է ձեզ սխկել ոտերի տակ, գցել ու շպրտել առում, ինչ կկատարվի ձեր հետ, երբ որ դուք իշխանություն չլինեք։ Չէ՞ որ դա լինելու է։ Չէ՞ որ դա ասես թենես լինելու է։ Եթե ձեր իշխանության օրոք է դա հնարավոր, պատկերացեք ինչ է սպասվում ձեզ, երբ որ ու դա լինելու է։ Անպայման ես ասել եմ, այս երրորդ բանը, որ նստեցիք, այս երրորդ պերիոդը իշխանության զավթման, սա մեծագույն սխալ էր, որ դուք արեցիք։ Դուք ժամանակ ունեիք փախնելու։ Այն ինչ որ լինելու է, մի օրվա մեջ է լինելու, դուք չեք հասցնելու փախնել։ Ընտրությունները կանխատեսելի է, հա, այդ գիշեր, որ այս դեմքերով կանգնած եք, ես մեծ ցույց տամ էլի ձեր դեմքերը, այդ ճիվաղներ, մտածում եք մենք մոռացել ենք արա ձեր դեմքի արտահայտությունը։ Այդ կտեմ էլի հայեսը։ Այս դեմքերով որ դուք կանգնած էիք, որփուանտեր, սևացած, հասկանում եք, որ ձեզ գցելու են այն օրը առավոտ շուտ, ինչ որ այսօր Կոնջորյանի աղբորը։ Սա չի չեղարկվել, սա մեկը լինելու է։ Որովհետև ես վստահ եմ, եթե sense դեպքի մասին հիմա ենք իմանում, այն էլ նրա շնորհիվ ենք իմանում, որ Կոնջորյանի աղբերը թալանել է հերիք չի, վնասել է հերիք չի, հլեկել ամբողջ գիշեր քֆուրա տալիս մարդուն, ինչ իրան չեն հանդուրժել այդ պաշտոնին, ասել են գնա։ Իսկ ո՞ւր կասե գնա։ Հələ այդ փողերը պետք է ձեզ հետ բերի հետ տա։ Ինչ է նշանակում $100,000 ավել վնաս տա ու ասեք գնա, ինքն էլ համաձայն չլինի, կարող է ասել բերի փողը հետ տա։ Մի խոսքով, սա եթե չլիներ այս տականքի այս կարգի պահվածքը, մենք չենք իմանա։ Իսկ դուք պատկերացեք դեռ ինչեր կա, որի մասին մենք տեղեկություն չունենք, որովհետև ոչ մի գործարար, որ սրանց հետ աշխատել է, սրանք խաբել են, գցել են, ինչ ասես արել են, հիմա չեն ձեն հանելու, որովհետև հասկանում են հետևանքները, եթե լրագրողներին են գալի, տանում, փակում, Ծառուկյան Գագոյին են զորով գցում գետնին, Ծառուկյան Գագոյին։ Որ նույնիսկ Ծառուկյան Գագոն ինքն իր ուժերով դժվար անգնում գետնին, սրանք հատուկ պատկասնում են գերի, որ տանեն ցույց տան Նիկոլին ասեն, առ ուրախացի վիճված, տես քո երազանքը իրականացեցին։ Հիմա այս մարդիկ դուր նստած են, սպասում են X օրվան։ Այդ օրը գալու է։ Բայց կարող ավելի շուտ գա, ոնց որ Կոնջորյանի աղբոր պարագայում եկավ։ Հա, որովհետև ամեն մարդ իր լիմիտ ունի։ Երբ որ մեկի գալիս են նույնիսկ ԿՊ-ականի ընտանիքին երեխեքին են կպնում, այդ ժամանակ արդեն դու մոռանում ես, այդ ում աղբերն է, ով է իրան ուղարկե, ինչ հետևանքներ կարող ունենա։ Այսպես ԿՊ-ականներ։ Ես չգիտեմ, իհարկե այս ծեծողը ինքը որ դրանցից մեկն է, դժվար թե ինքը եզրակացություններն անի։ Ու արդեն էական չի։ Բայց մնացածը գոնե կարող են սկսել մի քիչ մտածել, թե ինչի է լինում սենց էլի։
ու դեռ ինչեր կարող է լինի, որովհետև ասեմ, երկրում անիշխանություն է։ Տեսնում եք այսքան սպանությունները, փողոցներում կրակոցները, այս բոլոր կրակողները ստացել են կարտ բլանշ, իրանք են Նիկոլին սարքել վարչապետ։ Հասկանում եք, իրանք արդեն ամեն ինչի իրավունք ունեն։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ուներ մի հատ ջարդած միկրոֆոն, մեկ էլ իզալենտով փաթաթած կամերա։ Ու այսօր իր կողքի մարդիկ ինչ ունեին նախկինում ու ինչ ունեն հիմա։ Ես կարամ ձեզ բոլորիդ ցույց տամ Չոբան-Քյարայում քրեակատարողական հիմնարկի դեմ դիմացը։ Մոտավորապես մի 50 հեկտար տարածք, որտեղ ծառներ են, այգիներ են, շինություններ են, ու դա Տիգրան Ավինյանինն է։ Այն նույն Տիգրան Ավինյանինն է, որ հերը Օպելի շոֆերներին ասում էր Օպելով համբալ։ Ընդ որում մի տենց մեկնել ոչնչություն եղել է եւ Կոնջելյանը եւ դրա աղբերը։ Ու բոլորն են դա, բոլորը դա գիտեն։ Բոլորը դա գիտեն, ովքեր են եղել, ինչքան է եղել դրանց ունեցվածքը եւ որտեղից պետք է լիներ դրանց ինչ որ մի բան։ Իսկ այսօր ախ ափսոս, որ 50 փաստեր լինի, մեկը ապուշին ոչ մի բան հնարավոր չի բացատրել։ Երեկվա խոսքներ չէ, ասում է 50 գիտնականի կարելի է լրացնել մեկ փաստով։ 50 փաստով հնարավոր չի լրացնել գետնեք ապուշ։ Դե հնարավոր չի էլի։ Իրանք ստեղծված են այտենց չլրելու համար։ Սա եմ ուզում ձեզ ցույց մտնենք։ Իսկ բոլոր նրանք, ովքեր որ ծնունդիս ոչ գրեցին, ոչ զանգեցին, ոչ մի տենց դրական խոսք չասին կամ գոնե տենց մի հատ հարցական չդրեցին, վիճեցել իրանք ավոր զբաղված էին եւ տենց անընդհատում էին զանգին, բայց գործերի մեջ էին չասցրեցին ռապսորի կներես եւ այլն նման պարագաներում ես միշտ ասում եմ ոչինչ իմ բարի ընկերներ վերևն Աստված կա ինչ դուք ինձ եք կամենում Աստված թող կամենա ձեզ որովհետեւ իմ սիրելի հանդիսատեսը այնքան լավ խոսքեր ասեց ձեր փոխարեն որի համար ես շնորհակալ եմ իմ սիրելի հետևորդ եւ այլն նման ես այս չստացված դերասանին ուզում եմ ասեմ դու ընկեր չունես քո սիրելի ընկերներ դու ընկեր չես կարող ունենալ քո ընկերը Նիկոլ Փաշինյանն է ձեր տեսակ ընկեր չի կարող ունենալ ու այն հանգամանքը որ քեզ ուղարկել են գերողի ծոցը գիտես ինչի արդյունքն է որ փաստորեն հասարակությունում հանգիստ տակից խախանդ առանց գոռալու աշխատում է հասարակական ասենք պարսավանքի մինիմալ դրսևորումները մինիմալ այսինքն իրական դրսևորումներ պետք է լինեն ոչ թե ոչ միայն քեզ շնորհավորեն այլ գային չներեսի դա կլիներ իրական պարսավանքի ինստիտուտը բայց որ քեզ չեն նկատել դա մինիմալն է որ ասում եմ մի բան նորից եմ ասում որ դու Նիկոլապաշտդ այլևս չկաս այդ ցուցակներում դրա համար են իրանք զբաղված եղել քո համար հասկացար ու Նիկոլիչների Նիկոլի գովազդիչների Նիկոլի պրոպագանդիչների բոլոր տեսակները պետք է հասկանան մի բան հարավիկեր սա դեռ Նիկոլը իշխանությանը դուք պատկերացրեք ձեր վիճակի երբ որ Նիկոլը իշխանություն չեղավ Ռաֆո դու մնալու ես սոված Ձեվել չի լինելու պետական թատրոն կամ պետական պրոյեկտ, որ քեզ փող կտա Նիկոլին գովալու համար։ Չնայած ես վստահ եմ դու ունես ճարպիկ ու ճկուն տղա ես դու արագ կաշխատես ինչ որ մի հարմար աղիթքի մեջ նորից տեղավորվել, բայց մենք կհետևենք որ դա քո մոտ չստացվի եւ ոչ մի Նիկոլականի մոտ դա չստացվի, որովհետեւ մենք հիշաչած չենք, բայց անտի հիշողություն ունենք, ոչ մի բան չենք մոռանում։ Այնպես որ ես էլ միանում եմ ծննդիդ կապակցությամբ լրողների ցանկին դու ավելին արժանի չես ուսա լավ ավելի հասկացել ես իսկ ես ավելին չեմ ուզում ասեմ ուզում եմ Անուշ Սետրակյանին ցիտեմ սա սատկացել է էշերի մի խմբականակ կա կներեք ուրիշ անուն չկա դրանց հրճվում էր
ասում է ես այդ բառերը չգիտեմ, դուք գրեք։ Ինչ որ post-ի տակ, հա։ Բովանդակությունը հետևյալն էր. տեսակ մեծը Նիկոլան են ցարեց, որ էժանացան ծիրանն ու պոմիդորը, ուռա տավարիշի ծափ տվեք։ Ասում են տենց էշ շերքա։ Ասում էին ու ծափ էին տալիս սմբակներով։ Փաստորեն, խեղճ մարդկանց վրա թանկով ծախում էին, ասում էր մի կճղոկավոր։ Փաստորեն մեր համով միտքը գնում էր Ռուսաստան, ձայնակցում էր մյուսը։ Փաստորեն միշտ sense էժան կլինի, գոռում էր, զռում էր կոմենտանտները, ուզում էի տակը գրել, հասկացա, որ այդքան երկար կոմենտ չի ստացվի։ Այ իդիոտ, համակարգի բուծած իշի քորակներ, դուք հիմա էժան ուտում եք, յուղացու իզուր թափած քրտինքը։ Չմուծված վարկը, չստացված շահույթը, նա էլ հողին չի մոտենա, եւ մյուս տարի ինչ եք ուտելու։ Բռնապետի ձեր սիրած մանրամասերը բոլորիդ հերիք չի։ Այս տողերի մեջ գիտեք ինչն էր։ Երաժշտության մեջ բան կար, իմպրեսիոնիզմին հաջորդեց էքսպրեսիոնիզմը, հա, երբ որ մարդու էմոցիոնալ վիճակները, դա առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներ, որ մտնում է երաժշտության մեջ ամենաիր ճշմարտացիությամբ, ամենակոպիտ, ամենաբարձր տոնայնություններով, հա։ Էքսպրեսիոնիզմը երաժշտության մեջ հոյակապ բան է։ Հիմա այս ստատուսի ոճի մեջ սա մոտենում է էքսպրեսիոնիզմի ոճին։ Իսկ մինչ այդ Անուշ Սետրակյանը գրում էր իմպրեսիոնիզմի երանգներով, այնպես լույսերի, գույների համադրմամբ, գեղեցիկ բառերի շարադրմամբ հասցրեցիք մարդկանց էքսպրեսիոնիզմի դարաշրջան ստատուսի մեջ։ Չգիտեմ ուրիշ երկրներում արդեն հասել են թե չէ, բայց մենք Հայաստանում հասել ենք։ Ես ինքս վաղուց էի հասել։ Ես ուղղակի հասկացա, որ տենդենսը իմպրեսիոնիզմից, այս գույների, լույսերի, այս խաղից միջև էքսպրեսիոնիզմը, ասենց ամեն ինչ իրար անուններով կոչելը, բաստորեն ոչ միայն իմ մոտ է, այլ նաև շատ ու շատ մարդկանց մոտ։ Հավատացեք, որովհետև դրանց հետ շփվելու այլ մատչելի միևնույն ժամանակ ճիշտ բնորոշող լեզու չկա։ Սա միակ լեզուն է, որ իրանք ունակ են հասկանալու, ըմբռնելու։ Այսօր Պուշկին էի կարդում, չէ, լսում է ավելի ճիշտ։ Մեկը կարդում էր, սիրուն էր կարդում։ Համենքն է սիրուն էր կարդում։ Ու մեկ էլ ականջից բում ռուսերեն տողեր, որ սենց լրիվ քաղաքական։ Իհարկե նա ասում էր ռուս ժողովրդի համար, բայց այնքան ակտուալ է։ Ինչի մասին է այդ խոսքերը, որ ասում էր իսկ դու խելոք ժողովուրդներ, հա, սենց։ Իսկ դուք խելոք ժողովուրդներ, դուք մի պայքարեք ձեր ազատության համար։ Ձեր տեսակը հարմար է երկու բանի համար՝ խուզելու կամ մորթվելու համար։ Ես որ լսեցի, արագ գրեմ, քանի ես մոռացա արդեն շարունակություններին, չէ, հետաքրքիր չէ։ Արագ գրեմ, քանի չեմ մոռացել, ասում էի Պուշկինը բա որ հիմա լիներ։ Ոնց կբնորոշես կճղակավորներին, ոնց կասեր, ախր դուք ուրիշ լեզու ոչ միայն չեք հասկանում, նաև դուք ուրիշ բանի համար պիտանի չեք։ Դուք փաստորեն ինքնակամ ընդունել եք, որ ձեզ հետ կարելի է վերաբերվել երկու ձև, ընդ որում դա ինքնակամ ընդունվել, ինքնակամ որոշումը, որ դուք համաձայն եք խուզվելու։ Բայց գիտեք ինչ, Թշնամին մեկ որոշում է, որ ինքը միսել է ուզում։ Այսինքն դուք չեք որոշողը, ձեզ կուտեն, թե կխուզեն ընդհանրապես։ Որտեղ այսօր խուզում են, բա կուտեն նաև։ Ինչ եղել։ Մի բան, որ վերջում կտեսնենք, մեր պատմության մեջ մի անգամ չի, որ մեր հետ պատահել է, բայց դա չեն կարող։ Մտածում ենք, այս անգամ կխուզեն, դրանով կվերջանա։ Լսենք Մարինա Պողոսյանին։ Երբ որ խոսքը գնում է ինչ որ մեր հաղորդում տված անձանց, ասում եք հակակոռուպցիոն կոմիտեն վատ աշխատում, քննչական կոմիտեն վատ աշխատում, իրանք մենակ ուժեղ Հայաստան, թույլ Հայաստան, հայր Հայաստան, թոռ Հայաստան, պապ Հայաստան, չգիտեմ ընդ ես իմ ինչ Հայաստան, հա? Մենակ այդ
սութի էլի անիմ ընդդիմադիրների համար են աշխատում, որ գնան սրան բերեն, նրան կզացնեն, նրան պարկացնեն։ Այդ մի օր չտեսանք Հայկ Մարությանին պարկացնեն, Վարդան Սերմաքեշին պարկացնեն, Հովիկ Աբրահամյանին պարկացնեն ոսկի ունիտազի կողքը, Կոմիտաս Կարապետյանին պարկացնեն, Արման Հակոբյանյանին պարկացնեն, որ մեկը ասեմ ես ձեզ։ Չեք կարա պարկացնեք։ Չեք կարա։ Այ ինչի չեք կարա, ես գիտեմ ինչի չեք կարա։ Փաստացի այսօր dear ladies and gentlemen-ներին պետք է ասել, որ մեր երկրում այսօր դատախազությունը աշխատում է քաղաքական պատվերով, հա, ով որ իրանց ձեռ չի տալիս մաքրում են, այն մնացածն է թողտես ծլվլան ու ճլճլան չի լինելու տենց։ Երբ որ խոսքը Բա իսկ դուք ուզում եք որ Նիկոլ Փաշինյանը հալակվի անի։ Պուտինը երևի գիտի որ Փաշինյան Նիկոլը ոչ որոշում է կայացնելու, ոչ հանրակրվի։ Որտեղ Պուտինը շատ լավ է հասկանում որ Նիկոլյան համակարգը, որում շատ ավելի վատն է, շատ ավելի վատն է դարձել, քան Ռուսաստանում։ Որ Նիկոլյան համակարգը բան չունի անելու Եվրոպայում, եւ նա չի կարա գնա ուղղակի։ Ուր գնա։ Ով է իրան տունել, իսկ որ հանկարծ գնաց, տեղում իշխանությունը գործունել, որտեղ այն ինչ որ հիմա է արվում, ո՞ց ասում, այդ համակարգում հնարավոր չի անել։ Թաթիկներին կխփեն, նես կխփեն։ Որովհետև արդեն դրանից հետո Նիկոլ իրանց պետք չի։ Պրոցեսը որ սկսվեց, դիմումը անգամ ընդ արդեն էական չի Հայաստանի վարչապետ նովա։ Ընդհանրապես կապ չունի։ Ինքը պրոցեսի մեջ է։ Այս որ նոր է եկավ, հանակվեով կայացած որոշումը չի կարա չեղարկի։ Չի կարող, ուղղակի չի կարող։ Դրա համար է վստահ է, որ սա չի կարա գնա։ Ու հետաքրքիր գիտեք որ նա հանրակրվե չի անի։ Եվ Ռուսաստանն էլ գնացող չի։ Գնալու տեղ չունի։ Այսինքն որբ ու անտեր։ Նույնիսկ Գիգորի կարգավիճակն էլ ավելի լավ։ Գոնե այն բանի բազազարտեմի տանը ինչ որ մի հատ նկող ուներ։ Խոնավ մութ քնել համար։ Սա դա էլ չունի։ Սա ես ուզում եմ Նիկոլացիների համար չեսնեմ, նայ, ընկերներ։ Очень интересная данная. Не находите? Особенно про Иран очень интересно. И про Ливан я не знал. Как полагаете, достоверно? Ամենահին երկրների ցուցակն են հանել, որը գնում է հերթականության։ Իրանը 5226 տարի, Եգիպտոս 5126 տարի, Վիետնամը 4905 տարի, Հայաստանը 4518 տարեկան, Հյուսիսային Կորեան 4350, Հարավային Կորեան 4000 նույնը գնահ 4359, երկուսն էլ բնականաբար Չինաստանը, ասում Հայաստանը ավելի հինական Չինաստանը 4096 տարի, հետո գալիս է Հնդկաստանը 4026 տարի, Իսրայելը 3997, հետո գալիս է Իրաք, Սիրիա ու Լիբանան։ Հայաստանը այս ցուցակի մեջ 4-րդ, այլի 4-րդն է, չորրորդն է։ Ախ, ինչպիսի ցավ երևի Նիկոլ ընտրողների համար։ Չկա Ադրբեջան կամ Թուրքիա։ Հիմա իրանք պետք է հիմնավորեն, որ այս ցուցակը սուտ է։ Որովհետև եթե սուտ չի, եթե Հայաստանը արդեն 4518 տարեկան է, ոնց կարող է Հայաստանի տարածքից ինչ որ մի մաս պատկանի թուրքերին։ Ոնց։ Ես վստահ եմ հիմա իրանք պատմություններ են հերքելու, բայց ցույց տվեք իրանց ու թող բացատրությունը տան։ Բացատրությունը տան, թե իրանք այս ոնց է ստացվում, որ մենք 4518 տարեկան ենք, ընդ որում այս ցուցակը ես չեմ կազմել, ես խոսենք էլա։ Բայց մենք ինչ որ մի բան ենք պարտք Ադրբեջանին, որ գոյություն չունեցել է։ Հիմա ըստ Մարինա Պողոսյանի հաղորդման հետքերով ոստիկանապետի նախկին խորհրդական ուզում է ընդլայնել Արչուտի ոսկուհանքն ու գործարանը ու նոր փոչամբար կառուցել։ Սրանք ուրիշ բան չունեն անելու, քան հանք բացելը, որովհետև արագ հարստանալու, ուզենք նարկոտիկ, քաղաքականություն, բան, դրանից եկոմ հանկարծունաբերությունն է, արագ, փոչամբարը, թույնը լցում ես, բաց երկնքի տակ, դու ինչ արագ քանդում ես
ինչ կա մեջից վերցում, փախնում ես։ Հետո էլ բաց հանքերն էլ ես թողում, բաց փոշամբարն էլ ես թողում, որտեղ Հայաստանում օրենք չկա, որ դու օրենք չկա, էլի չեն ընդունել այդ օրենքները, որ դու ինչ-որ պարտականություններ ունես։ Նույնիսկ եթե այնտեղ ինչ-որ կարգավորումներ կա, թքած ունեցել են բոլորը, միջև մեր թքած ունեն։ Ոստիկանապետի նախկին խորհրդականն է ուզում ընդլայնել, այսինքն կա, հիմա ասենք ուզում են ընդլայնել։ Հայաստանում կոռուպցիա չկա։ Հայաստանում ոստիկանապետը խորհրդական ունի, որը ոսկու հանք է ուզում, որը ոչ միայն ոսկու հանք ունի, այլ ուզում է ընդլայնի։ Ընդ որում, այդ ոսկին, որ իրենք քանդում տանում են, դցում են իրենց օֆշորային հաշիվների վրա, դա հենց ձերն է։ Դուք եք դրա տերը, ժողովուրդը։ Այն ինչ որ մեր իշխանություն գալու ժամանակ վերադարձնելու է ժողովրդին։ Ես դրա մասին արդեն երկրորդ հաղորդումն եմ արել ուղիղ եթերում, օնլայն, եթե մեկին հետաքրքիր է Հայաստանի տնտեսական եւ ոչ միայն տնտեսական ծրագիրը, կարող է ուղղակի իմ ուղիղ եթերների մեջ գտնի, կա առաջին մաս, կա երկրորդ մաս, հանդեկրթությունն է, տնտեսությունն է, սոցիալական ապահովությունն է եւ այլն եւ այլն։ Տնտեսությունը երկրորդի մեջ է, կարաք մտնեք նայեք եւ հանքարդյունաբերության մասին ահագին հետաքրքիր բաներ կան։ Խալանվել են, Նիկոլաս Համասին չի ուզում, ուզում եք իմանաք ինչքան բաներ է Վազգեն Սարգսյանի ժամանակվանից թալանվել մինչև հիմա, հարց եմ տալիս, չեք ուզում, ուրեմն հայ ոսկի ընկերությունը սոտքի եւ մեղրազորերի հանքավայրերով շուրջ 200 տոննա ոսկու պաշարներով Սիփան 1-ը Տերտերասարի եւ Լիճք վազի հանքավայրերով ըստ հրապարակայինների պնդում են 20 տոննա ոսկու պաշարներով Երասխավանի ջրերի գործարանը, Արմաշի ձկնաբուծարանը, Շիրազնուի պահածոների գործարանը, Աֆշարի գինու եւ կորսակի կոնյակի գործարանը, Չալենցավանի բենզինի գործարանը, Արարատ գյուղի կահույքի գործարանը, Արարատի հին ու նոր ցեմենտի գործարանները, Երևանի ոսկեչական իրերի գործարանը։ Չեք ուզում Արամ Սարգսյանի ձեռից խլեք։ Սա խլված, անօրինական խլված հիմնարկներ են։ Խոսա Նիկոլ Փաշինյան։ Դու Օլիմպիադան ես փակում, որ դա պետության սպորտսմենների, ինչ ասեմ, այդտեղ են այդ մարդիկ պարապում, հա։ Դա ոնց այդ Օլիմպիադանը չեմպիոններ է ծնում, որը սարքվել է մարդու փողերով, Ծառուկյան գավուի փողերով։ Հիմա այսքան գործարան խլվել է պետությունից։ Բա խլի Արամ Սարգսյանի վախվոր ձեռքից 200 տոննա մի տեղա ոսկի, 20 տոննա մի ոսկի։ Դաման է տալական քասում, ամում սարներ քանդենք, էական չի ասում մեր հետ ինչ կլինի, կարևոր մեր առևտուր անենք։ Փողը հերիք չի։ Հետաքրքիր է։ Սրան այդքան շատ սիրող Բախշյանն այդ ասելու բան ունի։ Ես գիտեմ, որ շատ է սիրում Արամին, հիացած է ուղղակի։ Հետաքրքիր է, սա զուտ հրետորական հարց է։ Երբ ճանաչում եք սրան, որը պատասխանատու է Հայաստանի տնտեսության համար։ Այս կենթանի, սա ապրանքը։ Գիտեք ինչ հայտարարել են սա։ Որպեսզի ինչ որ մի բան ցույց տա, այս պրավալի մեջ մի հատ մեր հետ կապված, ասում է, որ Հայաստանից արտահանումը Չինաստան եւ Հնդկաստան աճել է 81.3%-ով։ Ես չալարեցի, ասեցի մի հատ արհեստական բանականությանը հարցնեմ, այդ մեկ ինչ էինք արտահանում Հնդկաստան, որ աճել է 83.1%-ով։ Հետաքրքիր է, չէ՞ ձեզ։ Եվ մի անգամից ասեմ, ամենաշատը թանկարժեք քարեր, հանքանյութ, ու ընդամենը գիտեք ինչքան, ինչի մասին է խոսքը, 83 միլիոն դոլարի տարեկան։ Էսի ընդհանրապես թիվ չի։ Այսինքն համարյա մի վագոն կամ երկու վագոն բան է, սա ապրանքա, 83 միլիոնի փոխարեն, հիմա մի քիչ շատ ատալվել, դուրս է գալի 83.1% տնտեսական աճ։
Ասեմ սա ոնց է, եթե մեկ տարվա մեջ ինքը վաճառել էր այս մի բաժակը, եթե երկրորդ տարվա մեջ վաճառում է 2 բաժակ, դառնում է 100% աճ։ Դե հիմա 80 էլի թանկարժեք քարեր է, էլի հանքանյութ է։ Այս տարի մի քիչ շատ են տադել, դառնա։ Մենք Հնդկաստանի հետ 81.3%-ով, չէ, 83.1%-ով առևտուրը մեծացել ենք։ Չէ որ իր ընտրազանգվածը, ընտրաբիոզանգվածը չգիտի թիվ։ Ինքը չի հասկանում այդ 81.3%-ը ինչքան է, կարող է $1, $1-ից դառնում է $2, ինքը դառնում է 100% աճ։ Օ, տենում է այս թվեր ասում է, իսկ դուք դժգոհ եք իրանք աշխատանքից։ Դրանք որ ընդամենը մի քիչ ժամանակ ես ծախսում ու հասկանում ես, այդ ինչ էին արտահանում սերից Հնդկաստան։ Հայաստանը փաստորեն հանքանյութից բացի ոչ մի բան չունի արտահանում։ Ու սա այսպես որ ցույց է տալի իրենց աշխատանքը, նայեք, ոչ ցույց։ Ասում մի վագոնի փողը 2 վագոն հանքանյութ են արտահանել, որը վնաս է Հայաստանից, դա Հայաստանի փողն են անել դուրս։ Ընդ որում ասեմ, այդ 83 միլիոն ապրանքը որ գնացել է, չի նշանակում որ այդ 83 միլիոնը մտել է Հայաստանի բյուջե։ Ոչ։ Այդ վաճառքի գինն է, այնտեղ կարող է ինչ-որ միջնչի մաս գա մտնի բյուջե։ Մնացածը գնաց օֆշորային գոտիներ։ Հայաստան շատ 5% է գալի, ինչքան է գալի, ահագին կոպեկներ է գալիս։ Բյուջե այս ամբողջ հանքանյութի հանքարդյունաբերությունից։ Մինչդեռ դրա բանը մասնաբաժինը Հայաստանում պետք է լիներ առնվազն $4 միլիարդ, հիմա 500 միլիոն։ 3.5 միլիարդ գնում է դուրս։ Բյուջեի կեսը։ Մեր բյուջեի կեսի չափ։ Ես սրա մասին առանձին այդ մեր տնտեսական հայեցակարգի մեջ խոսացել եմ, ներկայացել եմ մի խոսքով։ Սա է։ Ես սա եմ ուզում գսել։ Рабское мышление – это не метафора. Это вполне конкретный способ смотреть на мир. Есть простой тест. Когда Ասում ստատկական մտածելակերպը դա չափազանցություն չի, դա հստակ ձև է, ոնց է մարդիկ կյանքին նայում։ Հենց սրա մասին է խոսքը, նայեք։ вы слышите новую мысль, что вы оцениваете первым? Аргументы или человека, который их произносит? Если Ես երբ որ բան ես լսում, ինչ ես մտածում իրականության մասին, թե սա ճիշտ է, թե չէ, թե նայում ես ով է ասում։ Հայ Նիկոլի ընտրազանգվածը նայում է ով ասում։ Ու բոլորովին էական չի ինքը ինչ է ասում, ինչ թվեր է ասում։ Ինչքան մեծ թիվ, այնքան լավ։ для вас важнее, что это сказал профессор, министр, миллиардер или популярный блогер, то вы оцениваете не информацию, вы оцениваете статус. Որովհետև ասում դուք չեք ինֆորմացիոն գնահատում, դա ասվեց ճիշտ թե չէ, դուք ստատուսն եք գնահատում։ Եթե այդ մարդը ձեր համար ստատուս ունեցողը, դե Նիկոլ Ընտրողի համար իհարկե սրանք ստատուս ունեցողներ, ուրեմն ինքը ինչ ասում է, անկախ նրանից ինքը ինչ ասում, ուրեմն ճիշտ է ասում։ Это один из самых древних механизмов подчинения, когда авторитет получает право думать вместо вас. Человека с рабским мышлением волнует, кто это сказал. Վերջ։ Ստրուկին հուզում է մենակ դա ով է ասել։ Վերջ։ Ստակական մտածելակերպ ունեցողի համար ամենակարևորը դա ով է ասել։ Թե ինչ ասել, էական չի։ Սա տիպիկ նկարագրում է այն 4 կոտանիների զանգվածը, որի մասին սենց սիրուն գրել էր Անուշ Սեդրակյանը։ Էքսպրեսիայի ոճով, էքսպրեսիոնիզմի ոճով։ Գրականջ։ Սա Երևան քաղաքն է։ Դու ծառեր կա։ Սա նույն տարածքն է։ Այդ ծառեր չկա։ Նայեք։ Սա նույն տարածքն է, ծառերով, գեղեցիկ, մարդիկ քայլելու տեղ ունեն։ Սա այլ ծառեր չկա։ Որ ծառերը որ պետք է մնա, դրանք կտրվում է։ Որ ծառերը չորացածը պետք է կտրվի, անկնում մարդ է սպանում։ Ու ոչ մի։ Ոչ մի քաղաքապետարան դրա համար մեղադրեց բնապահպաններին, որ իրան գնացել են կտրելու, ու այդ ծառը չէին թողել որ իրան կտրել։ Ճանապարհի վրա, էլի տերասի վրա պատկերացնում եք։ Հիմա արդյոք սա բավականաչափ
արգումենտա, փաստա, որ ասես Նիկոլ Փաշինյանն ընտրողներ, դուք հանցակից եք սրա մեջ։ Չէ։ Չէ, ինքը կասի դե լավ են արել կտրել են։ Ուրեմն մի բան կար որ կտրել են։ Ընդհանրապես իրենք ինչ անում են լավ են անում։ Թավա ժողովուրդ ջան, իրանց հետ վիճել, բանավիճել, սա անիմա ժամանակի կորուստ է։ Ուղղակի պետք է կանգնես նայեն, նա ճակատին ասես Ռաֆայել Երանոսյան, քեզ ոչ չեն շնորհավորել։ Դրա համար, որ դու ուղղակի Աստծու անունից վախեցող, դու սատանայի պաշտ ես։ Դու Աստծու անունից վախեցնող, բայց իրականում սատանայի պաշտ ես, որովհետև Նիկոլին աջակցելը դա սատանայի պաշտության ձև է։ Այ երբ որ մենք կանգնենք իրանց ճակատին այտենց ասենք, սա ավելի ազդեցիկ կլինի։ Քանի որ մենք չենք ասում այդ 30%-ը որոշում է 70%-ի ճակատագիրը։ Այստեղ է մեր մեղքը, որը մեկ ասում է, բայց ես Նիկոլ չեմ ընտրել, ես ինչով եմ մեղավոր, այստեղ է մեր մեղքը։ Չենք ընտրել, ճիշտ է, բայց չենք էլ ասում դրա մասին առանց հետևանքների մասին մտածելով։ Մենք դեռ գտնվում ենք մի վիճակի մեջ, որտեղ գերադասում ենք լռենք երկիր կորցնենք, կամ այդ տականքին կորցնենք, որը մեր ճակատագրի հետ է խաղում։ Այս մենք այս վիճակի մեջ ենք, քանի դրանից էլ չեմ ձերբազատվել։ Այդ 30%-ը, որ իրան ոչ մի բան հետաքրքիր չի, բացարձակապես։ Ինքը որոշելով մեր ճակատագիրը։ Չկաց ունի ցանկացած արգումենտի վրա։ Այ, եթե մենք հանդուրժելու ենք այս ձևով, շարունակում է ինքը շարունակելու է որոշել մեր ճակատագիրը։ Բայց այ լսեք։ Մոսկովյան հանդիպումը, հայտնի հանդիպումը, մոսկովյան հանդիպումը Վլադիմիր Պուտինի ՌՖ-ի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպումը փաստորեն արդյունավետ էր, որովհետև Հայաստանում իշխանության կեսը մնաց Ռուսաստանին։ Այսինքն մենք ունենք 50 եւ նույնիսկ կարծես թե մի քիչ ավելի տոկոսով ազգային ժողով։ Արդյունքը դա էր։ Մենք մտածում էինք, որ այն բանավեճը, որ տեղի ունեցավ ՌՖ-ի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև, կբերի արդյունքների մրցակցային։ Բայց պարզվեց, որ համաձայնություն է եղել, պայմանավորվածություն կա, որ Հայաստանում իշխանության զգալի մասը թողնվում է ռուսական ազդեցության տակ։ Ինչ ես տենց դառնացած ասում, որ տպավորությունն ես, որ Հայաստանում ինչ-որ մի մաս թողնում է ռուսական ազդեցության տակ։ Մի մաս չէ, ամբողջ է։ Ասեն, ոչ թե ռուսական ազդեցության տակ, ռուսական կախվածության տակ։ Եվ վատ է նա, որ այլ կախվածություն չկա։ Նիկոլ Պուտին առաջարկում է, գնա կախվածության Եվրոպայից։ Իսկ դուք դες դառնացած դեմքով պետք է նայեք, ասեք, Պուտին ինքն է քեզ ասում գնա, ինչի՞ չես գնում։ Ու ինքն էլ Նիկոլավադել պատասխան ձեզ պիտի տա։ Ու դուք ամբողջ կյանքներդ պետք է սողաք արդարացնելով, ձևեր գտնելով, դե Նիկոլ Փաշինյանի ոնց դուք փրկեք։ Ոնց արդարացնեք իր ուրեմն խաբելը ձեզ, խաբելը ժողովրդին, դավաճանելը այն պայմանավորվածություններին, որ դուք ունեցել եք, որի դիմաց դուք ստրկացել եք, վաճառվել եք, այս ինչ դաժան կյանք է։ Օր ծերության կյանքի մարիամուտին այս կարգի վիճակ, միշտեր կարելի է ասել շուտ մահկանացուն կնքել, ասենք, գոնե լավ խոսքով կհիշեն էլի ձեզ։ Բայց սա ձեր ընտրությունն է, մեզ ինչ։ Արագ տեղափոխվենք Ամերիկա ու վերադառնանք Հայաստան։ Սա շատ կարևոր է, լսեք։ Эпштейн был связан с кругами израильского глубинного государства, придерживавшимися левоцентристских взглядов. Мне это всегда казалось любопытным. Дело не в том, что он был особенно тесно связан с правоцентристской частью израильской политики. В США у него были связи по всему политическому спектру. Среди его знакомых были и республиканцы, и демократы. Но в Израиле его связи были гораздо глубже с левоцентристскими кругами, чем с правоцентристскими. Что это означает, я не знаю. Многие считают, что он работал на Моссад. Да. На Моссад, ЦРУ или какую-то другую структуру глубинного государства. В США, Израиле, в другой стране или сразу в нескольких. Совершенно очевидно, что у него были связи с высшими эшелонами американской разведки. Совершенно очевидно, что у него были связи с высшими эшелонами израильской разведки.
Հասկանում եք սա ինչ է։ Սա ատոմային հալվածը, ատոմային ռումբի հալվածը Թրամփի իշխանությանը։ Ընդ որում նաև ինքն է այդ իշխանության մի մասը, ինքը փոխնախագահն է։ Բայց քանի որ ինքը ֆունկցիոնալ ոչ մի դեր չունի, ինքը ինքնություն որոշումներ կայացնելու իրավունք չունի, մի խոսքով պարզ բացատրեց ով է Էփստինը եւ ինչ կապերի մեջ է Իսրայելի կառավարության հետախուզության, ամերիկայի կառավարության անդամների հետախուզության հետ։ Եվ ամենակարևոր բանը չասեց, որ այս ամեն ինչի մեջ ամենահաճախակի երևացող մարդը, սենց կարևոր մարդկանցից մեկը այսօրվա նախագահ Դոնալդ Թրամփն է, որի տեղակալն է ինքը։ Այդ ինքը չասեց, բայց մենք գիտենք դրա մասին։ Ծանր շրջան է սպասվում, որովհետև ինքը շատ լավ գիտի, եթե նախագահի իմպիչմենտ արեցին, դա իրեն չի վերաբերում։ Ինքը մնում է ժամանակավոր նախագահ, ու իրան երևի հիմա ամենաշատ դա է պետք։ Որ ինքը սենց իրան հեռու տանի, ասի Էփստինը սա եղե, ու բան չասի Դոնալդ Թրամփի մասին։ Մենք ամեն ինչ գիտենք արդեն, որ ինքն է լավ, չէ ինքն է։ Բայց ինքը չի եղել։ Ոչ մի տեղ չկա, որ Ջեդի Վենսն եղել այդ հարաբերությունների մեջ։ Եվ սկսվեց սրանով Դոնալդ Թրամփին փուրը տալու գործընթացը։ Եվ Դոնալդ Թրամփը շատ լավ հասկացավ ու չեղարկեց բոլոր տեսակի հարցակումները Իրանի վրա, հասկանալով, որ դա իր գործը ոչ միայն չի թեթևացնում, այլ երկիրը գցում է այլ ավելի մեծ կոլապսի մեջ։ Այսօր չեղարկել է բոլոր իր հրամանները, ջարդել, փշրել, ռմբակոծել, սպանել։ Հրամանները չեղարկել է։ Բանակցություններ դեռ չկան, որովհետև Իրանը չի ուզում ոչ մի բանակցություն։ Իրանը մի հատ պայման ունի։ Կատարել իր առաջի պայմանները։ Ներողություն, վնասի վերականգնում, Նետանյահուն էլ միջազգային դատարան։ Տեսնենք սա ինչ համնելու։ Այսօր Թրամփը որպես արդյունք ցույց է տալի, որ այս ամբողջ ընթացքում 13 միլիարդի նավթ է վաճառել վենեսուելական նախագահային գողանալուց հետո։ Սա Դոնալդ Թրամփը ներկայացնում է որպես ձեռքբերում։ Այսինքն ինքը ասում է. ես գողացել եմ նախագահ, պահում եմ իմ մոտ, եւ գողանում եմ այդ երկրի հարստությունը, որը վաճառել եմ 13 միլիարդ դոլարի արդեն։ Ու այդ 13 միլիարդ դոլարը դա Վենեսուելայի ժողովրդի սեփականությունը, դա Դոնալդ Թրամփը չի, բայց ինքը վերցրել է իրեն։ Եվ եկել իրեն հետ աշխատող կամպանիաներին։ Սա հայտարարություն է միջազգային հանցագործության մասին։ Բայց սա ինքը ներկայացնում է որպես ձեռքբերում իր ընտրողներին։ Դե չմոռանանք, Թրամփին ընտրողներ կան։ 20% կա, մնացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց դա հասնուցող չի։ Սա պատմական մինիմումն է, որ երբևէ որ նախագահ ունեցել է։ 41 միլիարդ դոլարի կորուստ միայն туриզմից։ $41 billion. The U.S. has lost $41 billion in tourism revenue so far. This is unrecoverable. It's going to get much worse. Did you know that tourism accounts for $3 trillion of our economic activity every single year? So tourism is a nice chunk of GDP. Las Vegas numbers are in for April and they are down 7% just for the month. Tourism cities like Las Vegas, New York, California, Florida are going to be feeling the pain the worst. Միխոսքով, սա ամբողջ երկրի տարածքով ընդհանուր առմամբ ամեն տարի բերել է 3 տրիլիոն դոլարի եկամուտ մենակ туриզմում։ Նյու Յորք, Լաս Վեգաս, Չիկագո, Ֆլորիդա, հիմնական տարածքներն են Լոս Անջելես, արդեն 41 միլիարդ դոլար այս տարեկան է։ Անցած տարի անկումը 5% էր։ Անկում 5% էր անցած տարվա։ Կանադայից տուրիստները պակասել են 40%-ով։ Ես որ գնացել էի հանդիպման Կանադայում, Մոնրեալ, դեռ խոսում էին ընկերների հետ, ասում
Ամերիկան դարձել է արդեն ամենաոչ պոպուլյար, մինչդեռ ամենապոպուլյար երկիրն էր։ Կանադացիների սերն էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ սահմանը անցնում ենք ամեն ինչ էժան, համեմատաբար Կանադայի։ Վառելիք է էժան, հագնելիք է էժան, ուտելիք է էժան, ամեն ինչ էժան համեմատության մեջ։ Հիմա նույնիսկ դրա համար ոչ մեկ չի ուզում գնա։ 40%-ով պակասել է Կանադայից, ոսից բանը։ Մի ժամ քշում ես բաննա։ Որտեղից ուզում ես մի ժամ ու կես քշում ես, դու արդեն սահմանի վրա ես։ Կանադացիները 40% չեն գալի։ Ուսագիրը քիչ եմ արա։ Այս տարիֆայի լկտի նիկոլական քաղաքականության համար ցինիկ, բոլորին վիրավորելով, խաբելով այս քաղաքականությունը, որը որպես հետևանք պետք է բերեր այս հետևանքները։ Ուրիշ բան չկա, ամեն ինչ տնտեսաբանության մեջ է։ Իսկ ամենավատը լինելու դա աշունը։ Մենք սա լսենք։ Հուսով եմ YouTube-ը չի արկել ապակի այս երաժշտությունը եւ ձայնը։ Հուսով եմ։ Тут больше 200 ваше благородие. Всех накормить и разместить. Բարև ախպեր։ Բարև։ Հայ ես։ Հայ եմ։ Ռուսաց բանակում հայ զինվորներ շատ կան։ Շատ։ Ваше благородие. Отставить. Հրամանատարին ասա ասկյարներ կնահանջին, մինչի մուշ քաղաք գեսորվա ճամփա է։ Знаю. Հրամանատարին ասա, որ անդոք սարու գլխուն, փոքրաթիվ մի խումբ, դեր գգրվին, ու գսպասին ռուսաց զորքերուն։ Ու մջ ձորերուն, ու անձավներուն, մշանտարներուն, հազար ծեր ու մանչ, հարս ու աղջիկ, սովալուկ, հուսով գսպասին։ Знаю. Մեկ երկու որ փամփուշ տուր, ես հերթամ հույս տանիմ, ու ժողովուրդ հավաքին բերին։ Нельзя. Հրամանատարին ասա, որ աշխարհքում չի ճարվի մեկ հատիկ հայ, որ ելնի ռուսաց զորքերու գաղտնիք հայտնի ասկյարին։ Ասա կեղնի, որ հայն իրեն դավաճան է։ Հիմա հայը ռսին չի դավաճան է, ու չի դավաճանի։ Փամփուշ տուր։ Дайте. Шнурогали. До свидания. Шнурогали. До свидания. Մնաս բարով ախպեր։ Գնաս բարով ախպեր։ Ոնց օգնեցին ոստերը։ Այնպես ինչպես ցուցադրվում է Մխիթար Սպարապետի Դավիթ Բեկի մասին պատմող ֆիլմի մեջ, Ռուսո ճառագայթ էր կոչվում ինչ է, որ ռուսները ոնց եկան փրկելու։ Այնպես ինչպես Զանգեզուր ֆիլմի մեջ է նկարած, ռուսները ոնց եկան փրկելու։ Սա էր ամբողջ ռուսական ռոպագանդան։ Մինչդեռ Սասունից ընդամենը պաշտպանվող կռիվ տվող Սասունից ընդամենը 500 մետրի վրա ռուսական բանակներ կանգնած եւ նույնիսկ ռուսական բանակում կռվող հայերներ արգելված միջամտել պաշտպանվող ինքնապաշտպանվող Սասունի փրկությանը։ Սրանք պատմական փաստեր են, կինոն ռոպագանդա։ Դրա մասին շատ լավ գիտեն թուրքերը եւ մենք այդ մեր հաղորդման մասին խոսացինք, թե ինչպես 18 թվականից որոշեցին ինչ պետք է անեն Նախիջևանի հետ եւ 21 թվականին ավարտեցին իրենց օպերացիան Մոսկվայի եւ Ռասի պայմանագրերով։ Իմջալոց որը հիմա քննարկվում է միջազգային դատարանում, որի հեղինակն է, որի կազմակերպիչն է այս process-ի Գեորգի Անտոնով Միրզախանյանը, որը նաեւ մեր process-ի ինքնաճանաչում շարժման ղեկավար կազմի անդամներից մեկն է։ Նա
process-ը կա, զուգահեռ Ուսումնական իրավարար վճռի process-ն է, տեսնենք ինչ եզրակացություն կտա միջազգային դատարանը, որովհետև ռուսական դատարանը ասեց մենք անելու բան չունենք, դու սա պետք է վիճարկես միջազգային դատարանում, սա պայմանագիր է թե չէ, իրոք դա պայմանագիր չի, որովհետև երկու բանդիտական պետության մեջ ընդհանրապես դա պայմանավորվածություն է, բայց այս եզրակացությունը Եվրոպական դատարանի կողմից մարդու իրավունքների արդեն բավական է, որ sense խփես ցանկացածի ճակատին, որը հղում կանի հանկարծ այդ բանը պայմանագրերին ասել որ սա Ադրբեջանի տարածք նախ եւ առաջ ճիվաղին ու ճիվաղի մետաստազներին նրանք առաջ գտնվող 6 հայկական գյուղերի բնակիչները ընտրեցին պայքարը։ Բոլորը չէ։ Ոմանք մտածում էին, որ եթե հնազանդվեն թուրքերին, եթե թուրքերին ենթարկվեն, ապա կփրկվեն։ Սա ընդհանրապես շատ տարածված էր հայերի մեջ ցավոք։ Նրանք բռնեցին գաղթի ճանապարհը, իսկ թե հետո ինչ եղավ, բոլորս գիտենք։ Բայց մնացած մուսալերցիները արեցին մի բան, որը միշտ մեր պատմության մեջ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում կամքի ու պայքարի Սա մուսալերան պաշտպանության մասին է։ Հերոսական օրինակ։ Մոտ 4000 հայեր էին, մեծ մասը կանայք, ծերեր, երեխաներ, իսկ պաշտպանները ընդամենը 600 հոգի էին։ Հուլիսի այս վերջին օրերին բոլորը բարձրացան Մուսալեր, որտեղ կազմակերպեցին ինքնապաշտպանությունը։ Մի քանի անգամ թուրքերի կանոնավոր բանակը, որի դեպ թվով 4000-ի էր հասնում, հարձակվեց մուսալերցիների վրա եւ ամեն անգամ հետ շպրտվեց եւ ամեն անգամ մեծ կորուստներ տարավ։ Դե ի վերջո թուրքերը որոշեցին պաշարել Լեռնու հայերին եւ վիճակը շատ վատ էր։ Պարենն էր վերջանում, ռազմամթերքն էր վերջանում, բայց մուսալերան ինքնապաշտպանության ղեկավարները որոշեցին Լեռան այն եզրի վրա, որը ծովից լավ էր երևում, սավաններից պատրաստված դրոշներ ամրացնել։ Մեկի վրա խաչ էր պատկերված, իսկ մյուսի վրա գրված էր «Փրկեցեք, քրիստոնյաները վտանգի մեջ են»։ Սա նրա համար էր, որ դաշնակիցների նավերից տեսնեն այս դրոշները եւ փրկության գան եւ օգնեն մուսալերցիներին։ Եվ նաեւ պլան կար, որ մուսալերցիներից մեկը, ով լավ էր լողում, պիտի նավը տեսնելուն պես լողար եւ փոխանցեր անգլերեն լեզվով գրված աղերսագիրը։ Այս մարդը, ում նկարն այժմ տեսնում եք էկրանին, ֆրանսիական նավատորմի փոխծովակալ Լուի Դատրիժ դյու Ֆյուրնեն է։ Իդեպ մի տարի առաջ 2025 թվականի մայիսին հայոց ցեղասպանության թանգարանի հուշապատին ավելացվեց նրա հուշատախտակը։ Չսպասելով հրամանին վերևից ու վտանգելով իր զինվորական կարիերան ու պաշտոնը առհասարակ նա իր նախաձեռնությամբ սկսեց մուսալերցի հայերի տարհանումը։ Ի վերջո 4000-ից ավել մուսալերցիներ փրկվում են ֆրանսիական նավերով տեղափոխվում են Եգիպտոսի Պորտ Սաիդ։ Նրանց մի մասը հետո վերադառնում է հայրենիք, արդեն ֆրանսիական լեգիոնի կազմում, իսկ մի մասը գաղթում է Լիբանան, հատկապես Անճար գյուղ։ Մի մասն էլ հետագայում հայրենադարձվում է Հայաստանի Հանրապետությունը, բնակվում գյուղում, որը ստանում է Մուսալեր անվանումը։ Բոլորդ վստահաբար այս գյուղի մասին լսել եք։ Եվ այստեղ արդեն 1976 թվականին բացվում է հերոսամարտի հուշահամալիրը։ Զոհի կարգավիճակից դուրս գալու մասին կոչեր անձամբ ես լսում եմ այնքան, ինչքան ինձ հիշում եմ։ Բայց խնդիրը կայանում է նրանում, որ ճանապարհը, որը ցույց են տալիս, որ այս կարգավիճակից դուրս գան, մեղմ ասած տարակուսել է, որովհետև առաջարկվում է ամեն ինչ մոռանալ եւ ապրել ջայլամի քաղաքականությամբ։ Բայց զոհի կարգավիճակից ագրեսորին ամենաթողության հնարավորություն կարտ բլանշ տալով դուրս չեն գալիս։ Ընդհանրապես ոչիրը մոռանալով դուրս չեն գալիս այս կարգավիճակից։ Ինչքան ապրում եմ, գալիս եմ այն եզրակացության, որ զոհի կարգավիճակից դուրս գալու համար կա մեկ ճանապարհ, եւ այդ ճանապարհը պայքարն է։ Պայքարը տարբեր ձևեր ունի ընդ որում, կարող է լինել պայքար ոչրագործության փաստ ընդունելու համար, պայքար քո ինքնության համար, պայքար քո հայրենիքում ազատ ապրելու եւ հայ մնալու համար։ Կեցցեն մուսալերան հերոսները։ Այս ամեն ինչում ամենահուզիչը գիտեք ինչն է, ոչ միայն պատմությունը, ոչ միայն փաստը, որ եզրակացության է գալիս ու մեզ այդ մասին է ասում կինը, աղջիկը։ Ես շատ մեծ նշանակություն եմ տալիս նրանց։ Կանայք են հիշացնում, աղջիկներն են հիշացնում մեզ, տղամարդկանց, որ չի կարելի հանձնվել։ Եվ պատմությունը մի բան էլ է սովորացնում, ես արդեն ավելացնեմ, որ որ տեղերում կլինի Սասունը, կլինի Մուսալերը, կլինի Վանը, որտեղ որ եղել են ինքնապաշտպանության փորձեր, պրոցեսներ, այնտեղ ժողովուրդը փրկվել է։ Իսկ որտեղ որ սուս դուրս են եկել, կոտորվել են բոլորը։ Պատմությունը մեզ միշտ սովորեցնում է, ուզում ես ապրես, պիտի ինքնապաշտպանվես։ Սա է բանաձևը։ Այն իմաստությունը ինչ էր ասում, ով սուտ խաղաղության համար փորձում է
բանանի իբր ճշմարտության գնա, դավաճանում է ճշմարտությունը։ Չկա սուտ խաղաղություն, կա մի ձև, պայքար, քո տեսակի, քո երկրի, քո ապրելու իրավունքի համար, մնացածը բոլոր այն ինչ որ մեզ կանանեցնեն, կմատուցեն, դա դավաճանության տարբեր փաթեթավորումներն է։ Գոնե մեր պատմությունը դա է սովորացնում։ Այսինքն ոչ նա ասես փառք Աստծո, որ մենք այդ պատմություն ունենք, իհարկե ոչ փառք, բայց այդ մենք այդ պատմական փորձը ունենք եւ պաշտպանվելու եւ հնազանդվելու եւ երկու դեպքում էլ գիտենք, որը ինչով է ավարտվում։ Երբ որ տղամարդիկ են խոսում խաղաղության, այսօրվա խաղաղության մասին, որ մեզ առաջարկվում է, ուզում եմ ես գետինը բացեմ ու սենց մտնեմ մեջը։ Բայց երբ որ լսում եմ մեր աղջիկներն են մեզ ասում, որ խաղաղություն չկա, գոյություն չունի, մի հատ ձև կա, դա ինքնապաշտպանությունն է։ Մտածում ուրեմն ամեն ինչ կորած չի։ Որովհետև ես հավատում եմ Բեժդեին, որ ասում էր ազգերի ապագան կընտրեք մայրերի ափերի մեջ։ Չէր ասում հայրերի, ասում էր մայրերի։ Հետաքրքիր է, ինչու։ Եվ վերջում լավ տրամադրությունով ավարտելու համար լսենք։ Ամռան գիշեր, մարման գիշեր, լուսնագն անուշ կշողեր, խորոտ հարսնիկ, հիննիկ մաներ, ուրախ երգեր ծիծաղեր, խորոտ հարսնիկ, հիննիկ մաներ, ուրախ երգեր ծիծաղեր։ Այս նոտայի վրա ես ուզում եմ ձեզ հրավեր տալ։ Մերինից լավը չկա։ Իսկ մերը պահելու համար պայքարել է պետք։ Ցավոք, բայց սա է իրականությունը։ Այսօր համար այսքան լավ մնացեք։